Anh сейчас шикшан лита, вакцины малтакур. Знаете, совершенно помогает ген, արեցիների ոգևոր ճանապարհի փուլերը ու ամենական խոսում ենք նրա մասին, որ այս սկզբունքները իրանք կիրառելի են անկախ մարդու բնական պատկանելիությունից։ Այս պահին մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք հոգևոր կյանքի առաջին փուլը, որը արեցիների կողմից կոչվում է վայթի բակցի, այսինքն հոգևոր կյանք, որը ինքը ենթարկված է կարգավորիչ սկզբունքների։ Շեղբուրը հանգստացան նստեցին։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Հոգևոր կյանքի վերջնական նպատակը կապ նրանում, որպեսզի կենթանիակը ինքը զարթնացնի իր հոգու բնությունը, գիտակցի իրան որպես հոգի, գիտակցի իր կապը գերակոն աստվածավորության հետ ու վերականգնի այդ աստվածավորության հետ իր հարաբերությունները մաքուր սիրո հիմքի վրա։ Հիմա, երբ որ կենթանիակը ինքը լուսական աշխարհ է տալիս, ինքը դեգրադացիայի ընթացքում հասնում է մինչև թշնամանքի և կրքերի վիճակին, մնացած բոլոր կենթանիների հանդեպ, այսինքն թշնամանքի և էգոիզմի, որտեղ եթե մենք մի նախադասությունով ենք փորձում այդ ամեն ինչ ասենք, կենթանիակը ինքը գալիս է գաղափարին, որ նյութական աշխարհում պիտի վայելեմ մենակ ես, մնացած բոլորը պիտի ինձ ծառայեն, դրա համար ինքը ձգտում է ձեռք բերել ուժ, որի միջոցով կարող է բռնաբարի։ Եվ կենթանիակը ինքը առաջարկաշում գաղափար, որ ուրիշներն էլ կարող են վայելել ու դեմ չեմ, բայց ես պիտի վայելեմ ամենաառաջինը և ամենաշատ։ Հա? Սա մրցակցության դիտարկը։ Մենք հասկանում ենք, որ այս երկու տրամադրություններն են, դրանք շատ հեռու են, չէ՞, իրավիճնական սկզբնական բնությունից։ Եվ հոգևոր կյանքը ինքը հենց այդ կյանքն է, որտեղ կենթանիակը ինքը այս ատելությունից, ատելության ու մրցակցության էգոիզմի դաշտից պիտի սկսի դուրս գալ, գնալ դեպի ինչի համար հենց իմենը Աստծո հանդեպ սերը, որովհետև կենթանիակը ինքը չի կարողանում շտկի իր հարաբերությունները ուրիշ կենթանիակների հետ սիրո հիմքի վրա, մինչև չհասկանա, որ բոլոր կենթանիակները ունեն նույն աղբյուրը, որտեղ որ մենք հասկանում ենք, որ տեսեք օրինակ չէ, դաժե նյութական աշխարհում, դաժե հիմա մեր ժամանակներում, երբ որ հիմնականում հարաբերությունները իրանք գիտության և կրքի վրա են, չէ, բայց օրինակ շատ ազգություններ կան, չէ, որտեղ մինչև հիմա դեռ այդ գաղափարը ինքը շատ տաք է, որ ասենք ինչքան էլ ուզում է եսի միջնի, եթե դա քո քույրն անգամ եղբայրը, չէ, քո վերջին նախադասությունը միշտ դա է, չէ, բայց դե աղբերս է։ Ու միլիոն բան դրա տակ կուրա, չէ, գնում։ Ասենք հասկանում եք, չէ, այսինքն ինչ-որ մի հատ գաղափարներ կա, չէ, որ երբ որ կա միացնող ինչ-որ մի հատ հիմք, չէ, արդեն կենթանիակը ինքը վերանայում է իր վերաբերմունքը։ Հիմա պատկերացրեք, թե ինչքան է վերանայվում, եթե կենթանիակը ինքը ռեալ գիտակցում է, որ մենք բոլորս գերակուն աստվածնավորության անբաժանելի մասնիկներն ենք, և հիմա այդ գերակուն աստվածնավորությունները իր հերթին կողմնակալ չի, հիմնված է մաքուր սիրո վրա և իր բոլոր մասնիկներին նույն ձևի սիրում է։ Հա? Ինչն է մեզ ստիպել, որ մենք գանք նյութական աշխարհ։ Նյութական աշխարհ մեզ ստիպել է գալ մի գաղափար, որ երբ որ նյութական հոգևոր աշխարհի բազմազանության մեջ մենք տեսնում ենք, որ գերագույն աստվածնավորությունն ինքը ինչ-որ մեկի հետ ավելի մտերիմ է, հիմա ասենց քան մեր հետ, ոչ թե ուրիշներն, այլ ինքը մեր հետ, չէ՞։ Մեզ թվում է, որ ինքը կողմնակալ է։ Չէ, հասկանում եք։ Այսինքն, ինչի ինքը ռատա, ինչի ես չեմ իրատել։ Չէ, եթե այս աշխարհը Աստված է արարել, ինչի հենց ինքը իրան արարել է, որպես ռատա։ Այդ ըմբոստությունն է, չէ, մեզ բերում կենթական աշխարհը։ Հիմա հետ կա ճանապարհի, չէ, մենք պետք է իրականում վերջնականում պիտի հասկանանք, թե ինչի։ Որտեղ մենք տեսնում ենք, որ արիացիների կատարմամբ Աստված ինքը երբեք չի ասում, որտեղ ես տենց եմ ուզել, հեսա ու վсё։ Հասկանում եք։
Չէ, ինքը այդպես գաղափար առաջ չի քաշում։ Ինքը ուրիշ գաղափար առաջ քաշում։ Ինքը սկսում ասես կամած ստրուկտուրան բացատրել, չէ, որ ասենք էսի ասենք, ոնց որ մեզ հարց տա, եթե դու արար էիր, դու ինչ կանեիր։ ու նյութական աշխարհը ինքը ինձ է տեղն է, որտեղ ինքը մեզ ամեն մեկիս հնարավորություն ա տվել, որ մենք այսինքն նո այնքան հնարավորություն ա տալի, ինչքան որ արժանացել ենք ունենանք, չէ՞, ու այդ հնարավորությունների սահմանում ինքը միշտ մի հարց ա տալի։ Այ հիմա դու ունես, ասենք, քո կյանքում ունես ընդհանրապես 4 հոգի շփում, օրինակ։ Մարդիկ կան, որ շատ ժամանակակա չէ, իրենց շփում։ Այլ ունես 4 հոգու շփում։ Դու կարող ես ոչ մի տարբերություն չդնես։ Այդ հիմա դու այդ 4-ի դիր նույն դիրքում։ Դու տեսնում ես, չէ՞ չես կարողանում։ Այո, ինձ պատասխան տուր, ինչի ինքի վրա ես դու տարբերություն դնում։ Կախված քո դիմացինի բնությունից, չէ՞։ Եթե ամեն ինչը չես ներսում, կախված քո դիմացինի բնությունից։ Երբ որ դու ուրիշին վերաբերվում ես համապատասխան իրա դու համարում ես, որ դու արդար ես, չէ՞։ Բայց որ ես եմ տենց անում, ինչ ես համարում, որ ես անարդար եմ։ Հասկացա՞ք, հասկացա՞ք, որ այդ նույն սկզբունքը կիրառվում է քո հանդեպ, դու սկսում ես համարել, որ դա անարդար է։ Հասկացա՞ք, չէ՞։ Հիմա ուրեմն, երբ որ կենտրոնական ինքը գալիս է հոգևոր կյանք, նորից չկնարկենք թե ինչի, 4 պատճառեր, չէ՞։ Երբ որ ինքը գալիս է հոգևոր կյանք, այդ գերագույն աստվածավորությունը ինքը հասկանում է, չէ՞, որ այս կենտրոնյակը իր հանդեպ սիրուց կիլոմետրերով հեռու է, չէ՞։ Հիմա ինքը ինչ դե առաջին քայլով ինքը սեր չունի Աստծո հանդեպ։ Բայց ունի արդեն հասկացություն, որ ինչ-որ բաներ կա, որ առանց Աստծո լուծել չի լինում։ Այսինքն ինքը սկզբնական քայլը միշտ գիտեք, որ ասեմ շահադիտական խոսքը ինքը մի քիչ շատ կոպիտ է հնչում, էլի, հա։ Ակենտաներն ինքը սկսում է հաշվի նստել իրականության հետ։ Բայց սեր Աստծո հանդեպ դեռ չի զգում։ Այսինքն ինքը գալիս է Աստծո մոտ, հիմա առաջինը, հույսով, որ Աստված իրան կպաշտպանի տառապանքից։ Երկրորդը, հույսով, որ Աստված իրան կտան նյութական աշխարհում երջանկություն, ու այդ երջանկությունը կպաշտպանի, չէ՞։ Ավելի խելացիները հույսով, որ Աստված իրան այս նյութական աշխարհից դուրս կբերի։ Վերջինները, որոնք իրանք իմաստուններն են, այդ մաստուն հոգիներն են, չէ՞, որոնք իրանք այդ 3 փուլը արդեն անցել են անցյալ կյանքերով, իրանք արդեն այն հոգիներն են, որոնք հետաքրքրվում են հենց Աստծով։ Այսինքն հենց ճշմարտությամբ, Աստծուն հանդիստորվեք, գոնե ճշմարտությամբ են հետաքրքրվում, չէ՞։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա կենտրոնյակը պետք է անցնել այդ ճանապարհը։ Հիմա ամենասկզբում ինքը հոգևոր կյանքը արեցնել, ասում են, դա կարգավորիչ կանոնների փուլն է։ Ինչու՞, որտեղ դրա տակ դեռ չկա սեր, չկա համ առաքինության հանդեպ, չէ՞։ Հիմա, երբ որ մենք ասում ենք առաքինության գոյավիճակ, դեռ մենք դա մի քանի անգամ քննարկել ենք։ Առաջի հերթին, ինչի մասին է խոսքը։ Երբ որ կենտրոնյակը ինքը փորձում է կարգել առաքինության դաշտ, առաջի հերթին խոսքը գնում է դրա մասին, որ ինքը պետք է վերականգնի իր ուրիշ կենտրոնյաների հարգելու սովորությունը։ Եթե դա ոչ թե վերականգնի, այլ ձևավորի, այլ գա այդ դաշտ, որ ինքը սկսի հարգել բոլոր կենտրոնյաներին։ Որտեղ տեսեք, երբ որ կենտրոնյաներն իրար տգիտության ու կրքերի գոյավիճակի ազդեցության տակ են, չէ՞, իրանց մոտ մի հատ ուրիշ բնություն է արտահայտվում, որ նաև բնություն է։ Իրանք արհամարհում են գործության հիմքի վրա, արհամարհում են նրանց, ովքեր իրանցից ծածրեն, Յահվահի պատժեցից մանրով, չէ՞, հա, եւ նախանձում ու ատում են նրանց, ովքեր որ իրանց հանդեպ իրանցից առավել ինչ-որ բան ունեն։ Չէ՞, այս հիմքի վրա հասարակություն ստեղծել, հարաբերություններ ստեղծել, եւ մտածել, որ այդ հարաբերությունները կարող են լինել համերաշխիք չլինեն,
սիրով հարգանքով լիքը սուպաներա, չէ։ Հիմա ինչ նշանակում հարգել կենդանի էակին։ Ուրեմն, այդ սովորաբար կրոնականությունը ինքը այդ հարգանքի ձևավորման դաշտը կոչում է բարոյականության օրենքների դաշտը։ Ես միշտ ձեզ ավելացնում եմ, եթե օրենքները հորինում է մարդը, ինքը այդտեղ մտցնում է շովինիզմ։ Այսինքն շովինիզմը դուք նայում եք տեսնում եք, որ մարդու կողմից հորինված բարոյականության բառերը միշտ այդ պարոնակում են հարգանքի ձևավորում նրանց հանդեպ, ովքեր որ այդ օրենքները հորինել են։ Եվ տալիս են նրանց, ովքեր որ այդ օրենքները հորինել են, իրավունք արհամարել եւ բռնաբարել նրանց, ովքեր որ իրանցից ավելի ցածր են։ Ոչ մի հարգանքի, ոչ մի սիրո, ինչի մասին խոսք չի գնում, չէ՞։ Ու այդ ժամանակ կրոնը ինքը առաջակաշում մի հատ շատ թակարդ գաղափար։ Ցածր սկզբան ճակատագիր ունեցող կենդանիներին կրոնը առաջարկում ասում դու պիտի համբերես։ Ինչ աշխատում դու պիտի համբերես, դա ժամանակ, եթե դու ուզում ես հոգևոր կյանքում առաջ գնաս, դու պիտի հասկանաս, որ արատավոր անձնավորությունները իրանք չեն փոխվելու։ Ինչքան ուզում ես դու առաքինություն զարգացրու, իրանք չեն փոխվելու։ Եվ դա նշանակում է, որ դու իրանց հարավտը, դու պիտի դաժե չփորձես իրանց փոխես, դու պիտի պրոստը համբերես։ Հասկացա՞ք, չէ՞։ Ես դա միշտ ասում եմ, եթե կարող եք հնարել, մենակ հենց արատավոր մարդիկ ու հոգևոր մարդիկ են սենց տնավարի ասած, հարի գնացին ընկան այդ թղկարդը, ու հիմա, ասենք, արատավոր մարդիկ իրանք հոգևոր դաշտը հաստրել են այնտեղ, որ հոգևոր մարդը ինչ լինում է, իրան ասում է մեղավոր դու ես, գնամ ստի քո մեջ մաղարի։ Ու տենց անցնում նույնիսկ հոգեբանություն։ Ինչ կա քո մեջ է։ Եկա տվեցին գլուխը ջաղթեցին, էդի քո մեջ է, գնամ ստի մաղարի, մի բան անի, ում պաճել, ինչ պաճել, էդի ով կարող է դեզ ողապացված չկաշի։ Հասկանում եք, չէ՞։ Ասկան շատ պարզ բաներ կան, էլի։ Հիմա, այդպես չի, որ հերքում ենք, որ ինչ-որ բան կա, որ այո, մեր մեջ է։ Դրա համար միշտ ասում ենք առաջի հերթին։ Բայց երբեք չենք կարողանում ասել, կա երկրորդ հերթը։ Եվ այդ երկրորդ հերթը նշանակում է, որ իրականում քո մեջ, որ տենց ոչ մի բան չկար։ Հասկանում եք։ Եվ այդ դիմացինի ագրեսիան։ Դրա համար արիացիները իրանք ամենասկզբից ինչ են ասում, իրանք ասում են երկու տեսակ տառապանքն է կարևորը, չէ՞, մեկը դու ինքդ, բայց մյուսը դիմացինը։ Ու այդ երբեք այդ երկրորդը հաշվից չի գնում։ Ու շատ կարևոր է, բայց եթե ես ասենք դարձա առաքինի դիմացինը սիքա ագրեսիվ է, ես ինչ պիտի անեմ։ Չէ՞, ու հնչում եմ շատ հստակ գաղափարներ, որի մեջ մենք հեսակամած մտնում ենք, չէ՞։ Ուրեմն առաջի գաղափարը, որ մենք տեսանք, դա է, որ արիացիները իրանք հիմա իրանք հավաքում են հոգևոր կայսրություն, որտեղ գեր նպատակը ամեն մի անձնավորության վերջնական երջանկությունն է։ Բարգավաճությունը ինքը естественность է, էլի։ Այսինքն եթե ինքը բարգավաճ չլինի, ինքը երջանիկ չի գալու։ Չէ, մի բանը արդեն պակաս է։ Հիմա ինչ են ասում արիացիները, մենք ես երկու դաս էինք քննարկում, որտեղ սա իրականում շատ անսովոր գաղափար է։ Ոչ մեկ չի հասկանում, որ արիացիները իրանք հենց այդ էին անում։ Ու ես ինչ եմ ասում, ես ասում եմ, ոչ մեկ չի կարող հասկանալ արիացիներին, եթե ինքը մտածում է, որ արիացիները եղել են մեր նման։ Մենք ամենաիսկզբանե պետք է հասկանանք, որ իրանք մեր նման չեն եղել։ Իրանք եղել են լրիվ ուրիշ ներքին պլատֆորմա ունեցող անձնավորություններ, չէ՞։ Հիմա իրանք մեզանից մենք գնահատում ենք իրանք, եթե իրանք մեր նման են եղել, այս անկեղծ ասում եմ, ես մի րոպե ժամանակ չէի ծախսի, չէ՞, որպեսզի ես ընդհանրապես մի հատ արիացու գաղափար ինչ-որ նստեի, տանջվեի, ձայնագրեի, ասվեի, միջանեի, գրքեր գրեի, մի վայրկյան ինձ դա պետք չէր։ Ոնց որ ասենք ես կարող եմ ասեմ ինչ-որ մի մասով հայ եմ, չէ՞։
Հիմա այս նույն բանն ինչ որ ես վերամանում, ես լրիվ հանգիստ կարող եմ անել Սասունցի Դավիթի հետ, Սասնածների հետ, չգիտեմ, Հեքիաթների հետ, եսի միջի հետ, ու նույն ձևի խորը անալիզներ անել, ոնց որ հիմա արիացիների հանդեպ եմ չի անում։ Մյուս մասով ես նույնն եմ։ Կարող էի մտնել Իլիադայի մեջ, հա, Ոդիսականի մեջ, եւ այնտեղ ինչ-որ իմաստներ փնտրեի, ես միշտ դենց իմաստներ փնտրեի, որ սկի ինքը հեղինակ դեմոկրատիկ չի լինեցել։ Բայց ես ոչ չեմ անում, ոչ չէ։ Ինչու՞։ Որտեղ այդ հասարակություններից ոչ մեկը չի հետապնդել մարդու երջանկության խնդիրը։ Իսկ արիացիները հետապնդել են։ Մենք դրա համար ենք իրացում դասիրը, որպեսզի ունենանք այդ պատասխանը, ոնց է իրենց դա հաջող է։ Ինչի են ասել մարդիկ, հիմա ասենք դաշտ որ ես սա ասում եմ, չէ, ու հիմնականում անտարբեր են մնում։ Ինչի են անտարբեր մնում, որտեղ ոչ մեկ իրան ներսում չի հավատում, որ դա հնարավոր է։ Հասկանում եք, մենք բոլորս պարտված ենք մեր ժամանակին, որտեղ մեր ժամանակում մենք այն ծնված օրվանից ապրել ենք դրա մեջ, որ լավ սա փակ ասեմ էլի, որ բոլորը չի որ շահագրգռված են մեր երջանկության մեջ։ Իսկ իրականում ամեն մարդ մատերի վրա կարող է հաշվել, չէ՞։ Էն էլ դաժե նույնիսկ նրանք, ովքեր որ շահագրգռված են մեր երջանկության մեջ, հիմա սենց ունեն իրանց պատկերացումները մեր երջանկության մասին, չէ՞։ Եվ շատ հաճախ մեր կյանքը ինքը լինում է ավիրված, հիմա սենց ինչ-որ մեկի սիրուց։ Հասկանում եք։ Ու ես միշտ այդպիսի մարդկանց միշտ անդրում ասում եմ, ախր ես քեզ սիրում եմ, հա, ես քեզ ասում եմ, ինձ համար միշտ անդրություն, ինձի ատողն է, ինձի բանաբարում, թե սիրողը։ Վերջնականում ես մնում եմ բնաբարված, ինչ տարբերություն թե ինքը բանը, մոտիվը որն է, հասկանում եք, ինքը բացացակ նույն բանն է, չէ։ Դրա համար այդ բանը, որ չգիտեմ էլի, որ ես զգում եմ էլի, որ ասում եմ, это сердце не трогает, էլի։ Իսկ ես արդակ ասենք 100 անգամ որ մոտենամ այս գաղափարախոսությունը բացատրելով, չէ, ես այդ նույն տարտերին եմ զգում, ինչ-որ ապաճի անգամ եմ զգացել, որ ասի չեմ խոսում, ինչի մասին եմ խոսում, նյուշելի սա հնարավոր է, երբ որ կարդում ես տեսնում ես, թե իրանք ինչ տրամաբանություն են դնել, ինչ քայլեր են արել, տեսնում ես չեմ հալուսություն կամենք չէին անում, չէ, և տեսեք ինչու ես կամ բան ասեցի, որովհետև այդ առաջի քայլը ես չգիտեմ, էլի այդ դրա համար եմ ասում, ես չեմ զգում էլի, որ այդ զարթնած կետը կա էլի լսողների մոտ, որ իրանք զարթնել են, թե ինչ են արել իրանք, չէ, տեսեք ես շատ խիստ ծայրահեղ բան եմ չէ ասում իրանք, այլ մենք թվարկեցինք, իրանք ինչ-որ մարդկանց ասում էին, դու մլեչխա ես, հետագայում անդադ ասում եմ, ինքը իրանք այդ մլեչխան է հետագայում արդեն դարձավ բան, պրոստը դու ծնունդով ցած ես, շատ չավիտ ավելի սև է մարմինդ, յախտ ու պաշով, էդի չէր, մենք կարդացինք որակները, չէ, թե իրանք ում էին նշում որպես մլեչխա, հասկանում եք, այսի այն է, որը մեր առաջի անգամ ասենք, մի հատ ճրտիկ դիպի ասնել է մեր մեջ, հասկանում եք, որ ինքը ոչ մի ձևի չի նա իրական Թանենց ոնց որ պիտի միանա, հասկանում եք, որ այն դրանից հետո, այդ պահից հետո, չէ, որ ինքը հիմա ինչ է անում, չէ, ինքը մեզ է չէ փողում, եթե մենք լսում ենք իրան, եթե մենք ազդվում ենք այդ հասկանում ենք գաղափարը, ընդունում ենք ու իրանց ազդվում ենք, չէ, մենք պիտի դառնանք, չէ, այդ մարդիկ, որտեղ ինքը մի հատ կետ կա, որից հետո արիացին ինքը ասում է, կա, մեր շատ խիստ գաղափարը առաջ կաշում, ասում է կա ասացանգա, այսինքն բարենպաստ և ոչ բարենպաստ չկա։ Հասկանում եք, իսկ մենք ինչ ենք մնում, այնը չնեղանակ է, ասպեր, բոլոր նստածները, ինչ են շարունակում մնալ։ Մենք ոնց որ հանդուրժում էինք ոչ բարենպաստ չկա, դեն շարունակում ենք հանդուրժել։ Տենց ոնց որ չէին գնահատում բարենպաստ շփումը, տենց շարունակում ենք չգնահատել, են բաբաշլոմո էլի այն, որ ազդվել է, հասկանում եք, ինքը սենց են
ամենայն մակերեսով մի 5%-ով զադելը, նո զադելը իստանը մայո, այդ երկու բաներ են։ Հասկանում եք, տեսեք իրանք ստեղ շատ կարևոր գաղափարներ աշխաշեցին, չէ՞ իրանք ասեն, եթե հանձնավորությունը ինքը ունի, այս սենց, նորից կարդամ, հա, չի կարողանում տարբերել ճիշտը ստից, սխալից կներեք կարևոր է, հա, չունի բաների, պատշաճ պահելակետ, կապված է նրա վեճերին, շատ էգոիստ է, ագահ է, հա, եւ չի կարողանում պահի ընտանեկան կուլտուրան։ Այսինքն ընտանեկան կուլտուրան ո՞րն է, համերաշխ հարաբերություններ ընտանիքի մեջ։ Տեսեք հիմա, իրանք մի ամբողջ բան թվարկեցին, չէ՞։ Հիմա ես եթե ուզում եմ դառնալ հոգևոր մարդ, իսկ այս ամեն կետը, ես կարդամ իր մեջ նայեմ, ստեմ իսկ ես կետեմ այս մարդիկ որ հանդիպում են։ Ես իրան ո՞նց եմ վերաբերվում։ Որտեղ ես բացարձակ անսկզբունքային եմ, որովհետև այդ կետը, որտեղից սկսած, որտեղ սկսվում էր արիացիների հաջողությունը։ Այստեղ, այս կետում իրանք սև սպիտակ էին բաժանում։ Ասում են կան ազնվորություններ, որոնք ունեն այս որակները։ Հիմա, եթե իրականից խնդիրը նա է, որ երջանկություն դասավորվի, այս որակը, եթե մնում է հասարակության մեջ, մարդու կյանքում, սա չի կարող երջանկության հիմք լինել, չէ՞։ Բայց այս մարդիկ կան, ինչ անել իրանց հետ։ Կարևոր գաղափար է, չէ՞, շատ կարևոր գաղափար է, ինչ անել իրանց հետ։ Իրանք ասում էին, նայում ենք տեսնենք, այդ իրար բնության հետ միասին, չէ՞, այսինքն արիական հասարակությունը հիմա տեղափոխում ենք անձնավորությանը, ես այդպիսի մարդուն ասում եմ, եթե դու մնում ես այսպիսինը, ես քո հետ չեմ շփվել։ Ու ասում եմ շատ կտրական, հիմա ասեց, ով ուզում անինի, ես եմ չէ իրանք ասում։ Իրանք ասում են, եթե դու սա պահում ես, ու ստեղ սկզբունքային չես, հետո դու ինչ կստանաս այս անձնավորության հետ շփումից, չասես Աստվածամեղավոր, չասես Պողոսն է մեղավոր, եսի միշտն է մեղավոր, դու տեսել ես ինքը ով է եւ դա քո ընտրությունն է եղել։ Այդ ընտրությունը ինքը ունի իր հետևանքները։ Արեցնել հետ են ասում են, որ դու չես կարող։ Ես իմ համար այդ օրինակը հասկացել եմ սենց։ Այո, իհարկե, ես չեմ կարող մատս դնել կրակի մեջ, ու ասեմ, որովհետեւ ես մատրակ կրկնում, մատս պիտի չվառվի։ Նյութական աշխարհը ունի իր օրենքները։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, իրանք ինչ են ասում, իրանք ասում են, եթե անձնավորությունը ինքը ունի այս օրենքները, որ ես բնությունը, որ ես հիմա կարդացի, չէ, սա շատ սկզբունքային կետ է։ Դուք իրան, այսինքն այդական հասարակությունը իրան ասում է, ընտրի։ Եթե դու ուզում ես փոխվես, եթե դու ուզում ես մտնես այս հասարակություն, այսինքն դու տեսնում ես, որ այստեղ ինքը երջանկության դաշտ է։ Հիմա անձնական, դու տեսնում ես, որ ես նենց մարդ եմ, ասեմ, ապրեցել, ճատատիտ ասեմ, հա, ու այո, ես նենց մարդ եմ, որ ից հետ շփվելը հավես է, որտեղ ես առաքինի եմ, ես կանխատեսելի եմ, ես զիջող եմ, ես բարի եմ, ես ոչ մի վատ բան չեմ ուզում, չէ, աշխատասեր եմ, համբերատար եմ, եմ, պարզ չի, որ ես քո համար կոնֆետ գամ, իմաստens խնդիրը այդ չի, թե ես քո համար ինչ եմ, խնդիրը այն է, թե դու ինձ համար ինչ ես, ու որպեսի դու էլ իմ համար կոնֆետ կլինես, դու էլ որոշում ունես, որ դու պիտի փոխվես, այ որ դու որոշում ես ընդունում, որ աշխատելու ես քո վրա, ու սովորելու ես ինձանից, կոպտացնում եմ, էլի, ու սովորելու ես ինձանից լինել իմ նման, որ դու էլ իմ համար հավասարել ես նենց հավես ոնց որ ես եմ քո համար, այդ ժամանակ սկսում ենք շփվել, ու ես համբերատար հոգ եմ տանում, որ դու սովորես դառնալ աղջիկ։ Բայց եթե դու չես անելու այդ, ես չեմ ասում, ես քեզ կտամ կսպանեմ, ես ասում եմ իմ կյանքից թող հեռացի։
արական քաղաքակրթությունը ասում էր մեր պետությունից թող հեռացի։ Հասկացա՞ք, չէ՞։ Բայց ոնց որ ես մինչև հիմա ասում եմ, եվրոպացիները իրանք մի հատ շատ մեծ սխալ են թույլ տվել, որի արդյունքները հիմա քավելու են, անպայման են քավելու։ Դա ո՞րն է։ Դա այն է, որ մարդը հիմնականում այդ օրինակի վրա վերեմ, որտեղ ինքը այդ բաներ, այդ հակառակ լինելն է շատ ցայտում, չէ՞, օրինակ ասենք նույն բանն է, երբ որ մենք ենք գնում Եվրոպա, որտեղ մենք բոլորս քրիստոնյա ենք, չէ՞։ Բայց հիմա Եվրոպան ինքը ընդունում է մուսուլմանին, մուսուլմանը ասել է, ես չեմ ուզում ապրեմ մուսուլմանական դաշտում, ուզում եմ գամ եվրոպական արժեքային համակարգ, ու Եվրոպան իրան թույլ է տալի, որ ինքը գա մուսուլման եվրոպական արժեքային համակարգ, բայց մնա մուսուլմանի արժեքային համակարգի մեջ։ Հասկանում եք։ Չէ՞։ Հետո երբ որ պետք է գալի, իրանք արդեն պրոստը այդ մուսուլմանական մտածելակերպով հավաքվում են, ու այս պահին ինչ ուզենան Եվրոպայի հետ կանեն։ Ինչ ուզենան, այդ բատկներով ինչ դնեն կանեն։ Ինչի, որտեղ իրանք ամեն բնությամբ դիտողներ են ինձի, բայց ագրեսիվ են, չէ՞, փաստը։ Հասկանում եք։ Այսինքն եվրոպացին ինքը այդ սխալն է դրել։ Ինքը ինչ է ասել։ Ինքը դե ասել, եթե դու եթե դու մնում ես մուսուլման, ինչի՞ ես եկել Եվրոպա։ Չէ, եթե դու պահում ես քո արժեքային համակարգը, եթե նշանակում է, որ քեզ թանկարդ է արժեքային համակարգը, խնդրեք վերադարձեք ձեր երկիր, ապրեք որպես մուսուլմաններ, մենք չենք ասում գնացեք մահացեք, բայց եթե դու եկել ես Եվրոպա, դու պիտի դառնաս եվրոպացի։ Իսկ եվրոպացին դա կրոնականությունից դուրս։ Չէ՞։ Այսինքն այո, դու արդեն իրավունք չունես այստեղ։ Տեսեք, Եվրոպան ինքը գնացել է այն բանում, որ դու իրավունք ունես հագնես չալմա, իրավունք ունես հագնես սարի, իրավունք ունես հագնես, չգիտեմ, այն, այսինքն պահպանես քո բան։ Չէ, եթե դու եկել ես Եվրոպա, այստեղ ուրիշ քաղաքակրթություն է։ Հա։ Եվ եվրոպացիները օրինակ ունեն իրանց մշակույթը, հա, իրանց ասեք իրանց ազատության դաշտը, հասկանում եք, և հիմա, եթե իրանք այդպես անեին, իրանք հիմա չէին ունեն այն պրոբլեմները, որը ունեն։ Իսկ արիացիները այդպես էին անում։ Իրանք ասում էին, համաձայն չես այս արժեքային համակարգի մեջ ապրես, բան չենք ասում։ Գնա, որտեղ ուզում ես, այդ լիքը պետություններ կան, գտես որն է քո բնությանը համապատասխան, այդտեղ ապրեն։ Ու հիմա այս է, սա շատ կարևոր կետ է, որ արիացիները իրանց մեջ կարողանում էին ստանային այնպիսի երեխաներ, որոնք երբեք ուրիշ հակումներ չէին ունենում, այնտեղ ծնվում էին միայն արիացիներ։ Այսինքն միայն հոգևոր կյանքի մեջ, բացես կյանքից կյանք շարժվող հոգիներն էին ծնվում այնտեղ, որ շարունակեն իրանց հոգևոր բանը։ Չէ, դա իրանք ինչի հաշվին էին անում։ Իրանք ասում էին, որ եթե հասարակությունը ինքը իրոք հոգևոր է, եւ ինքը պահում է այդ ճիշտ իրական հոգևոր դաշտը, այդտեղ ավտոմատ գերագույն աստվածնավորությունը տեղ ուղարկում այն հոգիներին, որոնք կյանքից կյանք հոգևորի մեջ են։ Այսինքն ունեն համապատասխան բնությունը։ Հիմա, այո, իհարկե, մեկը մի կյանքապա զբաղվել, մեկը 10 կյանք, մեկը 20, դրա համար էլ կա բանը, բանվորը, չգիտեմ, առևտրականը, իշխանավորը, հոգևորը, այսինքն կան աստիճաններ։ Եվ ամեն մեկը ծնվում է համապատասխան նիշան, դա է ինչքան պարզ հասարակ։ Եթե հասարակությունը իրոք հավատում է, որ կա Աստված, այս սա ամենամեծ գաղտնիքն է։ Հասկանում եք, երբ որ մենք անում ենք եւ տեսնում ենք, որ հասարակությունն իրան կոչում է հոգևոր, բայց հոգևոր կյանքի սկզբունքներով չի ապրում, դա մենակ մի բան է նշանակում, որ ինքը իրականում չի հավատում, որ կա Աստված, որտեղ ինքը հավատում է, ինքը ենթարկվում է Աստծո օրենքներին։ Ուրիշ բան է, որ չի հավատում, դա ունի երկու պատճառ։ Մեկը դա այն է, որ ինքը պրոստը չի ուզում հավատալ, մյուսն էլ դա այն է, որ իրականում դա Աստծո տերիտորիա չի։ Եվ ինքը չի ստանում այն, ինչը որ կարող է իր մոտ վստահություն ձևավորի Աստծո հանդեպ։
Հասկանում եք։ Ուրեմն այս կետը չէ, որ այդասիներ իրանք ասում են մասնական կյանքին են վերաբերվում, որ այդտեղից է սկսվում, որ որպեսզի դու բարենպաստ կյանք ունենաս հոգևորում, դու պետք է քո ամենայն դեպս ներքին շեշտը, հա, այդ ներքին շեշտը, ում ես դու մնում շարունակում մնալ կապված։ Ումից ես սենց, հիմա շատ կարևոր է, ումից ես քո ներսում սպասում երջանկություն։ Եթե դու շարունակում ես քո ներսում սպասել երջանկությունից այս տենց մարդուց, մենակ նրա համար, որ դու հոգևոր մարդ ես դարձել, դու իլյուզիայի մեջ ես, որովհետև ինքը ունի իր վատ որակները, ու հա այդ վատ որակներով է քեզ ռեակցիա տալու ցանկացած բանի, դու ուզում ես հրեշտակ դարձի կարճնի։ Կարող է ինչ-որ մի ասացություն կրի, բայց կարող է հենց այդտեղ որոշվում, որ դու նայում ես, դա այդտեղ ազնվորություն ընդհանրեն ինքը ասում է, այ ես ուզում եմ, չէ՞։ Հիմա տեսեք, երկրորդ քայլն էլ է, չէ՞, արիացիների շատ սկզբունքային։ Այսինքն իրանք հանակ չեն անում, այլ իրանց ներսում իրանք ոչ մեկի հետ հանակ չեն անում։ Իրանք այդ սկզբունքային պլատֆորման ունեն իրանց մեջ։ Հիմա հաջորդ քայլը որն է։ Եթե ազնվորությունը ինքը ասեց ես ուզում եմ փոխվել, հոգևոր մարդ ինքը մի անգամ դասպասություն։ Ես պատրաստ եմ քեզ օգնել։ Բայց հիմա որպեսզի այդ օգնությունը լինի ռեալ, որպեսզի այդ ամեն ինչը լինի ճշմարտացի, չէ՞, ինքը մի հատ ուրիշ բան պետք է տեղի ունենա։ Այսինքն հիմա շատ կարևոր է, այսինքն դու այդ քո համաձայնությամբ հիմա սենց ինձ պարտավորացրեցիր, որ ես քո հետ շփվեմ։ Որտեղ եթե ես ասեի չէ, ես չեմ ուզում փոխվել, ես մնալու եմ սենց, դու այդ իրավունք ունեիք ինձ ասեիք, ես չեմ ուզում քո հետ շփվել։ Շատ բական, դու գնա քո ճանապարհը, ես վերջացրեցինք ստեղ։ Սա շատ բան չէ, հիմա ես այստեղ միշտ տարանջատում եմ։ Այդ նույն բանը կարելի է անել հոգու խորքում, այդ նույն բանը կարելի է անել արտաքինից։ Հա? Ինձ համար անձամբ շատ ավելի կարևոր է, երբ որ դա արվում է հոգու խորքում։ Ես շատ ավելի բարձր եմ համարում այն մարդկանց, ովքեր կարողանում են դա անել իրանց սրտի մեջ։ Սրտի մեջ ես քո չեմ շփվում։ Ինչ նշանակում չեմ շփվում։ Դες կերպ չկա, որտեղ ես ինչ-որ մի հատ հույս եմ դնում, որ ես քեզանից կարող եմ ինչ-որ մի հատ լավ բան ստանալ, ինչ-որ մի հատ խաչ եմ կանչում, դու ծավալ մի հատ քայլով դիակես։ Որի հետ ես ինչ-որ արտաքինից, ինչ-որ պարտավորվածություն կա, դիմասենց եմ, տեսեք ինչ է, սա դա կարող է լինի քո ծնողը, հա? Կարող է լինի տատիկդ, պապիկդ, կարող է լինի հորդ, բայրդ, քերանդ, բարեկամ կարող է լինի, կարող է լինի քո ընտանիքի անդամը, չէ՞։ Եվ դա մինչև հիմա, մինչև այդ պահը, երբ որ դու հոգևորը չընդունեցիր, դու իրան նման մի հատ ինչ-որ մեղավոր հոգի էիր, ով խճճված, խառնված դու քո կրքերի ու ապելությունների մեջ, մի ձևի իրար հետ յոլա էիք տան, չէ՞։ Բայց ինչի մասն աստեղ խոսքը, որ երբ որ դու դարձար հոգևոր մարդ, քո կյանքը ոնց պիտի փոխվի։ Հիմա ամենակարևորը, հենց քո ներսում, քո սրտում ինչ պիտի տեղի ունենա քո հետ, այդտեղ ինչ ունենք հիմա քննարկում ենք։ Առաջի հետին պետք է որոշես, թե ով է քո համար սրանից հետո բարենպաստ շփումը։ Այսինքն ում ես դու տալիս քո սիրտը։ Քո մարմինը կարա շարունակի ապոպադը մի հատ չկտաղ օրինակ ուներ։ Հասկանում եք, այն մարդիկ, որոնք իրանք կարողանում են այս օրինակը իրանք հասկանան ու վերցնեն, Ութում չեք պատկերացնում իրանք ոնց են, ինչ արագությամբ են ընդհանրապես հոգևոր կյանքում առաջընթաց ունենում։ Մենք ասում ենք, հոգևոր մարդը, հատկապես մեր դարաշրջանում, պիտի նմանվի այն կնոջը, որ ինքը սիրած ունի։ Ասմասելի է, չէ՞։ Ու ինքը բացատրում ասում, մենք շատ դիտայեք, թե ոնց է պահում իր ներքինը, որը սիրած ունի։ Մենք խնդիր ունի, որ ոչ մեկ չի մանա, չէ՞։ Ոնց որ ասենք հիմա, մենք ապրում ենք աստվածամերների շրջանում, չէ՞ շրջապատված ենք աստվածամերներով։ Իրանք միանգամից մեզի սպիտակագրավ են դարձնում, եթե հասկանում են, որ մենք մեր ներսում ինչ-որ ուրիշ ճանապարհով գնացինք, չէ՞։ Հիմա ինչ է ասում Պրոբատը, ինքը ասում է այդ ոնց որ սիրած ունեցող
Իննա թաքցնում, այգը խնդիր ունի, չէ, որ թաքցնի, որ ոչ մի չիմանա, որ ինքը սիրած ունի։ Մենք այդ ինչի հաշվին անում։ Ինքը սկսում է յուրահատուկ լավ կատարել իր բոլոր պարտականությունները։ Չէ, այսինքն, այն օրը, որ ինքը իր սիրածին հանդիպի, այդ օրը ինքը ժամը 5-ին վերակենում, տունը լպստում, լվացքանում, բոլորի ճաշերը եփում, որ այսպես ով ինչ բան կարար մտածել, հենց մտածի ձեռնակ տեսնի, որ դրած է։ Այսինքն, որ իրան ոչ մեկ չհիշի։ Հասկացա՞ք։ Ու ինքը ասում է, ես գնացի մազեր ներկել։ Այդ որ տեմա մի 6 ժամ։ Դες որ հետ էր բանապարատը փչացավ, ես մի չեղած հասկացաք, չէ։ Բայց այդ տրամադրությունը ինքը այդ ներքին պրոցեսն է, այսինքն ինչ է ուզում ասի, չէ, որ եթե դու քո ներքինից արդեն կապվել ես հոգևորին, չէ, այդ դեպքի որպեսզի ոչ մեկ դրան ձեռ չտա, դու արտաքինից քո պարտականությունները հոգևոր մարդիկ իրար շատ հաճախ բանել անում, դա տիպը պաշտի ֆոն բանդուկ, դեր ընկած, չգիտեմ, նյութապաշտներ այդ բան զսվում եմ, ես ինչ շատ պիսի բաներ են անում, չէ։ Մարդիկ էլ գազազում են։ Մապրապադը ինչ էր ասում, ես մեր ուղանքի հակառակը պիտի անես։ Պարտականությունները դիմենց 100 անգամ իրանցից լավ կատարես, որ իրանք ես պոստը տեղ չունենան քեզ պատանամել է ասեմ էլի յազնություն անելով։ Ասես մի տեղ չկարան ասեն, որ դու հոգևոր ընդունել ես սրա հաշվին ես դետի արել։ Այդ ընենց ես քեզ պահում, որ ոչ մեկ քեզ չի կարող հաշիվ ներկայացնի։ Իսկ ինչ են անում մարդիկ, իրանք անում են ուղղակի հակառակը։ Իրանք հենց որ մատրա է սկսում կրկնել, դե մատրանություն երկար է, չէ՞, մեկ ժամ մարդիկ մենակ օրիկան նստած մատրա է տած, դե բան դու կին ես, դե գնա այդ 1 ժամը տրամադրի, համել ճաշը պի, համել էս արա, չէ, որ մի օր ճաշը չի, որ մի օր ավելի չի անում, ասկն միշտ անում է այդ աղոթելը կամ հոգևոր պրակտիկան անում է իր պարտականությունների հաշվին։ Մարդիկ ջղայնանում են, որտի բնականն է, հասկանում եք, այսինքն հիմա տեսեք այս կետ այդ ներքին հրաժարման մասին ենք խոսում, չէ, ինքը ներքինն է, և դա արեստը իրանք ասում են, այնտի կարգավորիչ սկզբունքների էտապն է, չէ, և որ դու ճիշտ պահվածք վերցնես, ներսում դեռ ոչ մի հոգևոր կապվածություն չունենալով հանդերձ։ Հասկանում եք, չէ, և աստծո բանն է խոսակցությունը կենդանայակետ, որն այն կազմալ դու սկսիկ ես ճիշտ պահել, որպեսզի ես, ինքը ինչ ասում, ինքը ասում է այդ սկզբունքը, որ ես ձեզ տալիս եմ, չէ, առաջերտին հենց ինքն է, չէ, պահում։ Ինչ անշանակում մենք հայտնվել ենք նյութական աշխարհում լինելով իր մասնիկը։ Այս կետն է, չէ, ինքը իրականացրել, այս դրանից են կողմ ես քո հետ չեմ ուզում շփվել։ Հիմա բայց ինքը դի ո՞նց է արել։ Հա ես անձամբ քո հետ չեմ ուզում շփվել, բայց դու դրանից կախված ես, չէ։ Ուրեմն ես քո համար աշխարհներ կստեղծեմ, ամեն մի ատոմներ կֆռացնեմ, չգիտեմ, ես էլ կապահովեմ, օդն էլ կտամ, ջուրն էլ կտամ, հողն էլ կտամ, ես էլ կտամ, ամեն ինչը կապահովեմ, դու ինչ ուզում ես արա առանցից, ես քո հետ չեմ շփվելու։ Այս պարտականություններս կատարելու են, որտեղ դրանից կախված ես։ Տեսեք, ես որ միշտ ասում եմ, Աստված ինքը երբեք ոչ մի կենդանեակի ոչ մի կետում տենց սկզբունք չի առաջարկում, որը ինքը դրան չի հետևում։ Պետք է նկատենք, որ ինչ մի հատ կետ կա, որտեղից սկսած դաժե Աստված չի շփվում։ Այսինքն դա կենդանեակի հզորությունից չի կարողացնում։ Չէ՞, որտեղ կենդանեակը ինքը մեկ ասում է չեմ կարողանում։ Չէ՞, որովհետև թույլ եմ, չեմ կարողանում, որովհետև կախված եմ, չեմ կարողանում, հա, հիմա Աստված ինքը ինչ օրինակացույց տա, ինքը ասում է լարնարեք ինձի, ես ամեն ինչ կարող եմ, ամեն ինչ, կարամ ես կենդանեակին միասնես նայեմ, ու ինքը ոտից գլուխ փոխվի ու իրան մեծ պահի, ոնց որ ես ուզում եմ։ Բայց ես էդի չեմ անում, որտեղ ամենակարևորը դա կենդանեակի ազատ ընտրությունն է,
ինքը ընտրել է լինի վատը, ես ընտրել եմ իր հետ չշփվել։ Всё։ Նկատում եք, որ ինքը տենց է։ Այդ նյութական աշխարհի գոյությունը ինքը այդ է։ Հասկանում եք, եւ եթե մենք ուշադիր նայենք, հատկապես այդ աստվածամերժության դարաշրջանում ծնողները, չէ՞, եթե մենք տեսնենք, որ այս մրեչային ֆասադը մենք ցած ունենք, եթե անկեղծ լինենք մեր հետ։ Ամենադեպս մանրահոգությունը ինքը ամեն քայլափոխում է, չէ՞, ընտանիք։ Հասկանում եք, չի սիրելիներ, տեսեք, այս կետը ինքը շատ կարևոր է, որ ես չեմ շփվում, եթե ինքը վատ որակ ունի, ու այդ վատ որակի մեջ հաստատված է, всё, իդի գուլայ։ Հիմա, եւ ես դառնում եմ անսահման համբերատար, ոնց որ եւ Աստված, հա։ Երբ որ ազնվորությունը ինքը ասում է, ես շատ ուզում եմ, հա, ես վատ բնություն ունեմ, եւ ես ունակալ նայում եմ քեզ, ես եմ ուզում քո նման Այդ ժամանակ հոգևոր մարդը եւ հոգևոր հասարակությունը ինքը ասում է արիստեղ։ Արիստեղ հիմա տեսեք ինչ է սկսվում ստեղ։ Ինքը եկավ հետաքրքիր է հարցը։ Ասենք ինքը եկավ, չէ՞։ Հիմա ինքը ունի վատ բնություն։ Ու ինքը դա գիտակցում է։ Ինքը դա ընդունել է, որ ինքը ունի վատ բնություն, հիմա ուզում է զարգանալ։ Այդ մեր բոլորիս իրավիճակը հիմա դա է։ Երբ որ մենք գալիս ենք դրան, մեր ժամանակներում դա է դա, որ մենք ընդունում ենք ու ինչ-որ թայնություններ ունենք, մենք աշխատենք դառնանք առաքինի հոգիներ, չէ՞։ Հիմա, ինչ խնդիր է այստեղ առաջանում։ Այստեղ մի շատ կարևոր խնդիր է առաջանում, չէ՞։ Դա նշանակում է, որ ինքը այս պահին ունի մենակ որոշումը, բայց իր բնությունը մեկ ավարտն է։ Ինչ սխալ են թույլ տալի հոգևոր մարդիկ։ Իրանք հենց որ ազնվորությունին կարծում են, հա ես էլ եմ ուզում դառնալ հոգևոր, միանգամից էս թույլանում են։ Ու սկսում են այդ մարդու հետ շփվել այնպես, ոնց որ թե ինքը մի որոշումից դարձավ հոգևոր։ Չէ՞, սա բացատրեմ կասկադակի չեմ ասում։ Չէ՞, հետևանքը լինում է այն, որ այդ ազնվորությունը ինքը մեկ արտահայտում է իր արատավոր բնությունը, իսկ սա արդեն թույլացել է։ Դες փոխարեն ինքը սրան տանի դեպի զարգացում, իրանք շփվում են, սա թույլացել է, որովհետև ինքը դիցելի որոշում է ընդունել, իրան թվում է, թե ինքը որ որոշում է ընդունել, ինքը իրանով գնում է, բայց ինքը իրանով չի գնում, իրանք դի տանեն։ Հասկանում եք, եւ երբ որ այդի տեղի է ունենում, այս տաղ, որ ինքը արատավոր բնություն ունի, իրանք հաշատալիս իրան դաշտում։ Եվ դրա հետևանքով ոչ թե արատավոր ազնվորությունը զարգանում է, այլ հոգևոր մարդը դժբախտանում։ Ործավ, բոլոր խոսակցությունները։ Դրա մարի չեն անում արիացիները, տեսեք իրանք այդ բառը ես միշտ վախենալով եմ ասում, դեմ տասկանում էլի մարդու գիտակցության մեջ այդ բառը մեկան հենց է նստած, որ ինքը չի կարող մարսի, չէ, իրանք ասում են ոչ, այստեղ տանողը դի եսը եմ, դրա համար մենք զարայել ընդունում ենք, ընդունում ես, չէ, որ դու ես արատավոր ես, ես էլ առաքինության մեջ ինչ-որ գոնե 5% ձեռքբերում ունեմ, դու ենթարկվում ես ինձ, և դա նշանակում է, որ առանց ինձ դու ոչ մի որոշում չես ընդունում, այս պայմանագիրը կրկնում ենք, դա կոչվում է ստրուկը, արդեն հասարակության մեջ դա էությունն են հիմա քննարկում, որ ինչի համար են իրանք դա անում, Здесь решается вопрос, кто ведущий. Вот это դրանից է կախված, հոգևոր հասարակությունը ինքը տեղի ունենալու թե չէ, անձնական կյանքում մաքուր հարաբերությունը տեղի ունենալու թե չէ, կախված է նրանից, ով դարձավ տանողը։ Ведущий ինքը լավ խոսք է, էլի, հասկացաք, չէ՞։ Այսինքն հոգևոր մարդը ինքը ում հետ էլ շփվի, ինքը միշտ տեսեք ինքը ինչ ասում, չէ, այդ կետում պիտի ահավոր հավաք լինես, որ երբեք արատավոր մարդուն ոչ մի կետում թույլ չտաս, որ ինքը դառնա վիդուշի, այսինքն որ լինի իր ասածը։
որտեղ իր ասածը, դա միշտ կամ էգոիզմն է, կամ արատը։ Եվ նա ոչ մեկին լավ տեղ չի տանում։ Հենց իրան առաջի հերթին։ Հասկացա՞ք, իրանք ոնց են շարժի։ Հա, այլ որ իրական դաշտ ստեղծեն, էլի։ Իսկ всё։ Այդ դու դուք ես իրավունք չունես։ Դու ընդունել ես, որ դու սխալ ես, ինչ մի բան չես կարողանում, չէ՞։ Հետո հաջորդ կարող ասեն, հա, դե լավ։ Հա, դե ընդունել ես, хорошо, тогда давай շարունակենք շփումը, չէ՞։ Հետո մեկ էլ ստացվում է, որ դե վրոցի բան ընդունել եմ։ Բայց ամեն քայլափոխին, երբ որ մի հատ արատավոր բնություն եմ ցուցաբերում, 500 արգումենտ եմ քեզ բերում, թե ինչի է անհնար, որ ես ուրիշ բան ցույց տայի։ Հա? Ոյտի դառնում է տեղում դոփել։ Սա հակաշ մասրամերկև, սա հա չի հասկանում, թե ոնց է ինքը նորից հայտնվում իր դաշտում, հա? Հենց որ հասնում են իր դաշտում, էդի լինում է մշտական վեճեր։ Всё. Առնվազն հարաբերությունների մեջ խաղաղությունը վերացավ։ Դուք ունեք իրանք ինչ իմաստուն են։ Հա? Ո՞ւս։ Հասկանում եք, ասեք, ինչ կետերով են իրանք գնում ու այդ կետերում իրանք ահավոր սկզբունքային են։ Սենց է ձևավորվում կենթանիակի այդ ճիշտ ներքին հոգևոր կյանք։ Չէ՞։ Ուրեմն առաջինը ինքը իր մեջ գնահատեց։ Սա մլեչկա է։ Ոչ թե որտեղ մարմինն է սև, ոչ թե որտեղ մի հնդիկ է, կամ չգիտեմ ցածր կաստա է, բանվոր է, իսկ դրա համար չէ։ Որտեղ ինքը ունի այս բնությունը։ Հա, ինքը այս է դա։ Всё։ Եթե ես դա գնահատեցի, որ դա իրոք իմ մոտ արժեքային համակարգեր, չէ՞։ Ես ոչ թե ֆի եմ ասում, ես ասում չէ, ինքը ոչ բարենպաստ շփում է։ Իրանից պետք է խոսալ ինչի համար, որ ես կարողանամ իմ առաքինության արդյունքը ստանամ, իսկ առաքինությունը ինձ երջանկություն բերի։ Հասկանում եք։ Չէ՞։ Դա համար հայրացիներն ասում են, որպեսզի հասարակությունը դառնա երջանիկ, առաքինիները պիտի շփվեն առաքինիների հետ։ Որն է առաքինության ամենագլխավոր, այդ ոնց է, ինչի հաշվին են առաքինիները իրար երջանկացնում։ Իրանց մոտ դուրս է գալիս ամենագլխավոր կոմպոնենտը, դա 100%-անի էգոիզմն է։ Հա? Եվ երբ որ առաքինիներն են շփվում, ինչ է նշանակում առաքինի։ Առաքինի դա նշանակում է, ես սովորել եմ հարգել քեզ։ Դա ես քո համար երջանկության աղբյուր եմ։ Դա դեռ չի նշանակում, որ ես եմ դառնալու երջանիկ։ Հա? Հիմա ինչ են ասում արաբացիները, ասում են այ որ դու սովորեցիր հարգել, որպեսզի դու էլ ինքը դարձավ երջանիկ, բայց որպեսզի դու էլ դառնաս երջանիկ, ինքդ չես կարողանա հարգել։ Այսինքն առաքինության արդյունքը դա միշտ համագործակցության հետևանք է։ Հասկանում եք։ Առանց համագործակցության առաքինության մեջ երջանկություն չի ելնում։ Հիմա, եթե չկա համագործակցություն, դա նշանակում է առաքինություն չկա։ Կա էգոիզմ։ Էգոիզմի մեջ մարդը ինքը կարող է երջանիկ լինի։ Մենակ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Առաքինության մեջ ոչ։ Էգոիզմի մեջ ինքը մենակ կարող է երջանիկ լինի։ Առաքինության մեջ ոչ։ Այն ինչ որ ինքը համարում է երջանիկ, ինքը երջանկության զգացում ասում։ Ես հիմա երջանիկ եմ, ապա ինձ լավ է, всё։ Կարելի է որ լեկցիան չընդհատես։ Հա? Հասկացաք ինչ եմ ասում։ Դրա օրինակը, օրինակ չեմ ցայտուն օրինակին, օրինակ ամերիկացիները եւ եվրոպացիները։ Հա, տեսեք իրանք կարող են լինել մենակ։ Ապրում են մենակ։ Սպանես ուրիշ բան տիրապետություն չեն բերի, որ իր հետ ապրեն։ Չէ՞։ Դուրս են գալի։
Ինչա, սեքսաուզում ունի, ուզում գնա բար խմի գնում է, ուզում գայրատուն մենակ մնում է, չէ, ու այդ ամեն ինչի մեջ ինքը բավարարված է։ Ես ինչին են կլնի, են ինչին ես կլնի, չէ, էգոիստը ինքը չի ոչ մեկին բերում իր կյանք, ինքը կյանքից դուրս հանդիպում է, մտնում իր մենակության մեջ, հետո գալիս է տուն, ովքեր դպա ժուրնալի սեղանում վրա, ու հանգիծում ազատ եմ, ինչ ուզում եմ անում եմ, տես այգը կարող է մենակության մեջ զգա իրան երջանիկ, հա? Իսկ ինչ նշանակում առաքինի կենդանիակ, առաքինի կենդանիակները իրանք կենտրոնացած են որակի վրա ու նախատեսված են հարատև հարաբերությունների համար, հարատև Այսինքն իրանք էլ չէ, այդ կրքերի և գիտության գոյավիճակի ազդագրություններից տարբերվում են դրանով, իրանք ում բերեցին, ում հետ ծանոթացան, դարձնում են իրանք կյանքի մաս, մինչև կյանքի վերջ։ Հասկանում եք, լրիվ ուրիշ հոգեբանություն է, ես միշտ ասում եմ, այդ իրեք գոյավիճակների ազդեցության տակ գտնվողները իրանք ոնց որ իրար հանդեպ ոնց որ այլ մոլորակայիններ են, դա երեք հատ լրիվ ուրիշ հոգեբանություն է։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն տեսեք, այստեղ իրանք այդ են ասում, որ երկրորդ հարցն է, որ ում հետ որ ես շփվում եմ, ես իրական ֆիդուշի, եթե ինքը բնությունով ցածր է, շատ կարևոր կետ է։ Ոչ միտեղ թիրոն թույլ չտամ, որ ինքը ինձ քաշ տա իր հետևից, որտեղ ինքը քաշ է տալու իր այս ճահիճը, այս որակների մեջ այդ սկսելու, չէ՞։ Հիմա հաջորդը դա այն է, չէ՞, որ երբ որ անձնավորությունը ինքը գնում է դեպի առաքինություն, չէ՞, իր մեջ պետք է այդ կենտրոնը փոխվի, ում հետ է ինքը կապում իր երջանկությունը։ Այսինքն իդեմս Աստծո, հիմա սենց, և իդեմս մաքուր դպիրաների, այսինքն նրանց ում հիմքի վրա, որ ինքը զարգանում է, չէ, ինքը պետք է ձեռք բերի այդ ներքին սիրածը։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակը, որ իր համար այն մնացածի հետ շփվելը շատ հեշտ է դառնում։ Հասկանում եք։ Այդ ոչ միայն ոնց որ ասենք, երբ որ կինը ինքը խեղդված է ընտանիքի մեջ, չէ՞, ու դժբախտ, ինքը հներվային է։ Բայց իրենց որ ինքը սիրած ունի, ըստ այդ ինչ որ ինքը երջանկության հետ է կապում, դա բավարարված է իր մեջ, չէ՞։ Շատ դեպքերում, երկու ծայրահեղություն կա, բայց շատ դեպքերում ինքը դառնում է բարի։ Այսինքն, միանգամից բարի անում է, ինչի, որտեղ ինքը իր բավարարվածության կետը գտել է։ Որտեղ է մարդը ինքը շարունակում մնալ դժբախտ, եթե նույնիսկ հոգևոր է։ Երբ որ ինքը դարձել է հոգևոր, իր անդրադում է, որ ինքը դարձել է հոգևոր, բայց իր բոլոր սպասումները, հա, մնում են արատավոր ազնվորությունների հետ կապված։ Այսինքն, ես կոպիտ օրինակ բերեմ, օրինակ ասենք, մարդը ինքը ունի հոգևոր ուսուցիչ, չէ՞։ Հիմա, հոգևոր մարդու համար ինքը պետք է բաց հասկանա, որ երբ որ ինքը առաքինություն է զարգացնում, միակ անձնավորությունը, որը ես իմ ոնց գնահատում է, դա է իր հոգևոր ուսուցիչն է։ Որտեղ հոգևոր ուսուցիչը ինքն էլ, որ ենթադրվում է, էլի, որ գոնե առաքինության գոյավիճակի մեջ ալը տրանսցենդենտալ հանգիստ տոնենք, հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ինքը սրտանց ուրախանում է դրան։ Բայց հոգևոր մարդը ինքը շարունակում է, երբ որ ինքը ինչ-որ մի հատ առաքինություն է զարգացնում, ինքը շարունակում է սպասել, որ իր ամուսինը պիտի էդի գնահատի, կամ չգիտեմ, իր երեխան պիտի գնահատի, կամ իր կինը պիտի գնահատի։ Դա իլյուզիա է, որտեղ իրանց պետք չի ոչ մեկի մաքրություն, իրանց ուրիշ բաներ են պետք։ Իրանց պետք է զգայական վարքի մեջ հարմարավետություն։ Հասկանում եք։ Ոնց որ մեզ,
Մենք էլ որ ցածր դրաների մեջ ենք, մենք էլ ենք նույն բանն ենք ուզում, որ մեզ ուղղակի մեր բարդերի մեջ հարաբերությունն լինի վերջ։ Այդ մարդու հետ հավես լինի սեքսով զբաղվել, հավես լինի հաց ուտել, հավես լինի, չգիտեմ, հանգստի գնալ, աշխատել, ապրել, ես ինչ է, չէ՞ որ զգայական ու այլ կնա պետք, ուրիշ ոչի բան։ Հասկանում եք, եւ այդտեղ չի ունենք ազնվորությունը ինքը զարգանում է, ինքը չի նկատում, որտեղ դա իր ներքին արժեքը չի դարձել։ Ինքը ոչ նկատում է, թե ասենք եւ Աստված եւ հոգեվոր ազնվորությունները իրանք ինչքան են ուրախանում, երբ որ ինքը առաջընթաց է ունենում, չէ՞։ Ոչ էլ իրանց առաջ ամաչում է, երբ որ տարիներով իր արևին հոգևոր կյանքով ազնվված, բայց մնում է նույն անատամուր ազնվորությունը։ Եվ դաժե չի նկատում, որտեղ իր համար մեկ է, թե օրինակ ասենք հիմա, բաներ այդ օրինակը շարունակեմ, ըստ էության իր համար մեկ է իր հոգևոր ուսուցիչը, իրան որպես ինչ է գնահատում։ Ինքը մտածում է, որ դա եթե հոգևոր ուսուցիչը ձեն չի հանում, ժպտալով բարև ու բան, ուրեմն ես իրան խաբել եմ, ինքը ոչ էլ հասկանում է, որ ես նույն տեղը թոփում եմ, կամ նույն տաղուր մարդն եմ, կամ նույն այսն եմ, նույն այդն եմ, նույն բանան մեջ ամեն ինչը լավ է։ Եթե կեղծավորության դաշտ է, խաբեության, ստի դաշտն է։ Հա, հիմա ասենք մենք նյութական կյանքում ենք ստախոս, հիմա գասենք դառնում ենք հոգևոր կյանքի ստախոս։ Բայց ոնց է կողմաստ։ Իրավիճակ։ Ինչի՞ց է տեղի ունենում, որտեղ կենթանիատը չի փոխել իր սպասումների կետը։ Թե ինքը մից ինչա սպասում, թե ումից է սպասում պատասխանը։ Ինքը չի հասկանում, թե ով կարող է իր փոփոխությունները գնահատի։ Հասկանում եք։ Եվ դրա համար այդ իրական դաշտը կամ կոմերսում կամ արդեն հասարակության մեջ ինքը տեղի չի ունենում։ Ուրեմն այս կետը ինքը շատ կարևոր կետ է այդ անցման, չէ՞։ Հիմա, եթե ազնվորությունը ինքը արդեն անկեղծ է, եւ ինքը իրոք, ասենք, բան եղավ, տրվեց, որ ինքը համաձայնվեց, որ այո, դու պետք է լինես տանողը եւ ինձ սովորացրու, որ ես դառնամ առաքինի, չէ՞։ Հիմա այդտեղ առաջի բանը որ տեղի ունենում, հոգևոր մարդու առաջարկվում է բարոյականության օրենքներ։ Այսինքն որտեղ այդ բարոյականության օրենքները առաջի երթին առաջարկվում է սովորել հարգել։ Չէ՞, մենք անցյալ անգամ կարդացինք բանվոր դասակացքան ազատ քաղաքացում, ասենց ասենք, ազատ քաղաքացում բնորոշ որակները, թե ինչ է իրանից պահանջում, չէ՞։ Եվ ամենաառաջինը նշվեց հարգանքը բարձր կաստանների հանդեպ, այդ սովորեցնել կենթանիակին հարգել։ Ես դրա այդ կետի վրա հատուկ ուշադրություն դարձրեցի, չէ՞, ինչի համար, որովհետև տեսեք, երբ որ արդեն գալիս է աստվածամեժության դարաշրջանը, չէ՞, եւ արիական քաղաքակրթության մեջ լցվում են անաստվածները, իրանք ինչ են անում, իրանք իրանց ծնունդով հարգանք են պահանջում։ Հա, արիացիներն ասում են, այս դարաշրջանում բոլորը մլեչմա են ծնվելու, այսինքն այն սովորական այն ստրուկի արժանին, ասենց որակներով արքայի ընտանիքում ծնվողը եւ ստրուկի կարգավիճակ ունեցողը չեն տարբերվելու։ Այստեղ են ասում արիացիները, երբ որ մենք նայում ենք պատմությունը, տեսնում ենք, որ իրոք այդպես է, գոռոզությունից բացի ուրիշ ոչ բան չկա։ Ուզում եք լավ հասկանաք, եթե խնդրեմ, կարող եք մի հատ պրոստը կարդաք հռոմեական էլիտայի կյանքը, այսինքն ոչ մի տեղ չեմ գտնում։ Հələ մի հատ կարդացեք, թե այդ մարդիկ ինչով էին զբաղված առավոտի գիրիկում։ Երկու բանով, զարթելով ու այլասերվածությամբ։ Всё. Մեծամասնաբար կարդացեք, իրանք մասներ գրել են, չէ՞, ինչի՞ որ լիքնա, չէ՞ այդ ինֆորմացիան։ Հասկանում եք, ու դա ամեն տեղ է տես, պրոստը էդի տես ստանվել է, որ համել իրանց եսի միջ են համարում։
Բայց երբ որ նայում ես բնությամբ առավոտից իրիկու զբաղված են եղել այլ դասավորվածությամբ։ Պեդոֆիլիայից սկսած ես միջով բացացա։ Ուղղակի համարվել է, չէ՞ ասենք գիտեք ոնց այլ այդ ամեն ինչ ինքը գիտեք երկացի ծավալ դառնում։ Երբ որ արատավոր էլիտան ինքը գաղափարն առաջ քաշում արիստոկրատների համար նախատեսված հիվանդությունների, որը իրանք ձեռք են բերում հատուկ այլասերվածության կյանքի հետևանքով։ Ուղղակի համարվում է արիստոկրատներ։ Ասենք իրանք խոսում են, դրանք շոբան են որոշում, չէ՞, դաշը, ասենք ոչ մեկ չի ասում, այդ այլ հասկանում եք, մենք աստվածաներության դարաշրջանը հենց սկսում է, բոլորը ապրում են այն իսկ թագավորը տկլորա հեքիաթի մեջ։ Որ բոլորը ի սկզբանե ընդունել են այդ խաղը, որ այս տկլոր թագավորը բարձում այն ինչ-որ մի հատ շնոր ունի, որի հետ չեն կարող տեսնել։ Բոլորս գնացել ենք այդ սպի հետևից։ Ոչ մեկ ռիսկ չի, ով ռիսկ անում ասի, խանը չի տեսնում էսի տպրը, դրան տամ կորչնում են, դուջ են, երկու ռոպե։ Կուչ, հետո լասում են մատրիցա է։ Հատկացան, չէ, ուրեմն այս հարգանքի կետը ինքը ամենակարևորն է։ Հիմա տեսեք, ինչը ինչ հետևանքներ տվեց, երբ որ ազնվորությունը ինքը սովորեց հարգել։ Չէ՞, ինքը տեսնում է, ինքը մտնում է մի հատ հասարակության մեջ, որտեղ ինքը տեսնում է, որ կա բարձր հոգևոր զարգացում։ Այսինքն բոլորը առաքինի են։ Ինքը ինչ է տեսնում, ինքը տեսնում է, որ ոչ մեկի չի խաբում, ոչ մեկի սոշի բան չի գողանում, հա, ոչ մեկի վատը չի ուզում, բոլորը իրար հետ համագործակցում են, ես ասում եմ, այն յուտիշտիրայի մի հատ այդ նախադասությունը, ինքը շոկային է, այդ ես չեմ հոգնի ասելուց, և ինքը տեսավ, որ կինը և ամուսինը դատարել են իրար հասկանալուց, ու ինքը տեղից հասկացավ, որ իջուր ուրիշ դարաշրջան է սկսել։ Ես հավիտի ասում եմ նույն կարողացած աչքերով, չէ, որտեղի ես նույն շոկը ամեն անգամ ապրում եմ։ Այդ կարակ պատկերացնենք, որ հասարակությունը ընդհանուր ինչպիսին է պիտի լինի, որ մարդը եթե հանկարծ հասարակության մեջ իմանա, որ ինչ-որ մի հատ ամուսիններ կան, որ իրար չեն հասկանում, ասկան ներդաշնակությունը վերացել է իրանց մեջ, ասեցի ուրիշ դարաշրջան է ես մարդկանց պատկերացնեք ինչ մարդկանց հասարակություն է եղել։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն տեսեք ինքը էտա չէ տեսնում, հիմա շուվրան, բլիչկան ինքը էտա տեսնում, այդ ստրուկը ինքը դա է տեսնում։ Ու ինքը կամաց տեսնում է, որ ասենք այդ մարդիկ իրանք իրար հանդեպ ինչ հակումով են վարվում, չէ՞, հիմա տեսեք հակումը որն է, այդտեղ ոնց է էլի ձևավորվում այդ հիմա երջանկության համար ամենաառաջի հիմքերից մեկը հարաբերությունների խաղաղությունը։ Տեսեք որ ասենք, տեսնենք ընտանիքը, չէ՞։ Հիմա եթե ընտանիքի անդամները իրանք կրկերի մեջ են, մայրը իր հերթին է երեխեքից ինչ-որ մեկին ավելի շատ սիրում, հայրը իր հերթին է ինչ-որ իր երեխեքից ինչ-որ մեկին ավելի շատ սիրում, երեխեքի մեջ էլ միշտ այդ կշռությունը կա, չէ՞, միշտ այդ չընդունելը կա, որ ինչ ես իրան ավելի շատ սիրում, քան ինձ։ Ինչ ես տարբերություն դնում մեր մեջ, իրանք իրար հետ թշնամանում են, հետո սկսում են իրար թունավորել, եսի միջանել, կեղտոտություններ անել, գծել, ինչ ասես անում են քույր եղբայր հարաբերությունների մեջ, չէ՞։ Ինքը որտեղից է գալ տարբերությունից, հիմա առաքինի անձնավորությունները իրանք առաջին հերթին չկա առաքինություն առանց վերածնունդի գաղափարը հասկանալ։ Հնարավոր չի, ինքը կարա բնակ առաքինության իլյուզիա լինի, բայց դա առաքինություն չի։ Իրական առաքինությունը ինքը ծնվում է միայն վերածնունդը հասկանալու հետևանքով։ Ինչի՞, որովհետև անձնավորությունը ինքը ծնված օրվանից դա է սովորում։
որ ամեն աստավորություն, այն ինչ որ ինքը ունի իր ծնվելու պահին, ինքը դա վաստակել է իր անցյալ կյանքում։ Ուզում էիր արքայի ընտանիքում ծնվեիր, նենց քայլեր անեիր, որ դրան արժանանայիր։ Հասկանում եք, տեսեք, երբ որ անցյալ կյանքի գաղափարը չկա, եթե նույնիսկ կա Աստծո գաղափար, մեկը չկա այդ հարցի պատասխանը, Աստված ոնց որոշեց, որ ես ամուրի ընտանիքում ծնվեմ, իսկ նա թագավոր։ Հենց որ կա վերածնունդի գաղափարը, կա արժանիքի գաղափարը։ Չէ՞, տեսեք, առաջի հարգանքը ծնունդի հանդեպ։ Ոչ մեկ, ոչ միտեղ պատահական չի ծնվում։ Հասկանում եք, հիմա տեսեք, երբ որ դա կրկերն ու տգիտությունն են, այդ վերածնունդի գաղափարը ընդունում, չէ՞, իրանք ասում են, այդ որ դու ծխացրես ծնվել, դա նշանակում է, որ քո անցյալ կյանքերում եսի ինչ արատավոր հոգի ես եղել, դա նշանակում է, որ դու հիմա մենակ պատժի ես արժանի, մենք էլ կարող քո այդ ոնց ուզում ենք վարվենք։ Այդտեղ մտնում է առաքինին, այսինքն իրական հոգևոր մարդը, հա։ Ու տեսեք հիմա այդտեղ ինքը ինչ է տեսնում, ինքը տեսնում է, որ բոլոր ցածր, այսինքն բոլոր ազատ քաղաքացիները իրանք հարգանքով են վերաբերվում նրանց ովքեր որ բարձր են, դիրքով, չէ, բայց ինքը ամեն մի հատ ուրիշ բան է տեսնում, չէ, որ նրանք էլ ովքեր բարձր են, բոլորը հոգ են տանում այս ցածր ծնունդների հանդեպ, օգնում են իրանց, որ իրանք նենց գոր, այ տեսեք ասենք, հիմա տեսեք ունակ, որ ասում կենթանիակը ինքը արդեն ազատ քաղաքացի է, չէ, արիացիներ իրանք ասում էին դու էլ կարող ես, ազատ քաղաքացի դա դեռ չէր նշանակում, որ ինքը ասես լրիվ առաքինի է, ինքը առաքինության մեջ արել էր առաջի քայլերը, սովորել էր հարգել առաքինիներին, չգողանալ, երկերեսանի չլինել ու լինել մաքրասեր, ինքը ուրիշ բան չի սովորել, չէ, մենք կարդացինք, դա էր իր սովորածը։ Հիմա, տեսեք այլասներն ասում են, այդ որ դու այդի վերցրել ես, չէ, հիմա գալիս ենք այստեղ, արիական քաղաքակրթությունը հոգևոր դաշտը ինքս տնտեսական զարգացումը ապրում է, զոհագործությունների միջոցով, չէ, հիմա զոհագործությունները դա նշանակում է, որ կապ պիտի լինի Աստծո հետ, կիսաստվածների հետ, արիական քաղաքակրթությունը ինքը հենց դրանով էլ տարբերվում էր, որ ես դա միշտ ասում եմ, իրանց քրմերը, երբ որ զոհագործություն էին անում, իրանց զոհագործություններին կիսաստվածները գալիս էին, այսինքն ամբողջ ժողովրդի աչքի առաջ կիսաստվածները արտահայտվում էին, մեկ-մեկ երբ որ էդի սուպեր բրահմաններ, արարիչներ արտահայտվում, չէ, ինձ գալիս են ասում են չի խոսում։ Նրանք ասում են էս, հա, ու ասենք հիմա էդի մարդիկ նենց են ընկալում, որ իրանք իրանց ոսկերեն էին տալիս, ինչ էին զոհաբերում, բան, դրա դիմաց, իրանք դες չէր, պրոստը ոսկերենը և արծաթը ինքը անտիսեպտիկ է, երբ որ կիսաստվածները իրանք գալիս էին այդ զոհագործություններին, իրանք իրանց համար ուրիշ միջավայրի մեջ են չէ մտնում, որպեսզի այդ բակտերիալ իմաստով անվնաս մտնեն անվնաս դուրս գա, չէ, իրանց դա հյուրասիրություն էր, այդ զոհագործությունը ինքը հյուրասիրություն էր, այդպես ամեն ինչ ոսկու սարքած, բան, գալիս էին նստում էին ու ասենք հյուրասիրությունը ընդունում էին ու պրոստը հարցնում էին, ինչ եք ուզում, հիմա կիսաստվածները ինչի դիմաց էին դա անում, ոչ թե որ ոսկու ապսի մեջից էին ուտում դրա համար, իրանք բրահմանների որ ասում էր, այ ուզում եմ, որ ասենք մեր երկիրը ինքը բարգավաճ լինի, դրա համար պետք է որ անձրև բաննայիս ինչ չի ժամանակին գա, այդտեղ նստած է անձրևի աստվածը, այսինքն տարերքների կիսաստվածներն են նստած, չէ, իրանք փաստացի ինչ էին ասում, իրանք ասում էին ռազ դու այդքան մաքուր ես, հասկացար չէ, թող քո ուզածը լինի, հա, որտեղ իրանք ոչ մի բանի կարիք չունեն, իրանք այդտեղ գնահատում էին մենակ այն բրահմանի մաքրությունը, որը ինքը կանչել է իրանց, չէ, ինչի, որովհետև որ իրանք հասկանում էին, որ հասարակությունը ունի շատ մաքուր բրահման, դա նշանակում է, որ այդ բրահմանը համ իրանց է կարողանում իր մաքրության հաշվին կանչի ինձ, որ իրանք իր խաթր ինչ-որ բաներ անեն մարդկանց համար, չէ, բայց համ են այդ բրահմանը ինքը իր անձնավորությունն է, որ նենց գիտելիք է տալիս, որ հասարակությունը ինքը դեպի առաքինություն է շարժվում, հա,
ու կիսաստվածների համար դա այդ իրավիճակներ, որ այն ուղիղ սրանք բոլորը համես սուրբը, համես հասարակությունը արժանի են, որ իրանց մոտ ամենի ջրի լավ։ Всё, ասպին դեղով ձենաս ասնատ, ողում գնում էին։ Հասկանում եք, այնենք տենց այդ մտորոտում են չէ ապրեն, հենց այդ է իրանց հրաշքը։ Հասկանում եք, հիմա տեսեք այդ ազատ քաղաքացին, ինքը այդ դա տեսնում էր։ Ինքը տեսնում էր, որ Բրահմանը ինքը կանչեց, եկան, եսի ինչ բան չէ, ու ասենք ինքը տեսնում էր, որ այդտեղ թույլ էին տալի, որ մասնակցեն մենակ շատ մանկները։ Հիմա տեսեք, նույն նախադասությունը, նույն իդեան չէ, կարելի է հասկանալ երկու կետից։ Մի կետից, որից հասկանում են աշխարհիկ գիտնականները, ու մի կետից, որից ես հիմա կասեմ։ Աշխարհիկ գիտնականները իրանք կարդում են, տեսնում են ընդդեմ գրված է։ Շուդրաները իրանք իրավունք ունեին մասնակցել զոհագործություններին առանց մանտրաներ կրկնելու։ Այսինքն առանց կիսաստվածներին կանչելու իրավունքի, որտեղ այդ մանտրաներով բրահմանները իրանք կանչում էին կիսաստվածներին։ Հիմա մենք հոգևորի, մենք միանգամից սենց ենք կալում, չէ՞։ Չեմ գորոս բաներին, քրմերին, չէ՞։ Թակավորները բարերը դե նստում էին, ասում են դե դուք եկեք ստե մաքրեք, բանալեք, չհամարձակվեք մաքրակրկնեք, եթե մենակ մեր բանա, պրիվիլեգիան է։ Սա պրիվիլեգիա է, մեր առավելությունն է, չէ՞։ Բայց իրականում ինքը ուղղակի հակառակ իմաստով էր։ Այսինքն Բրահմանը, թագավորը, իրանք երկուսը իրար հետ ունեին նրանց մաքրություն, որի դիմաց կիսաստվածները գալիս էին, չէ՞։ Եվ այս երկուսը են տակինին ասում են եկեք դուք էլ մասնակցեք, հա, ինչի համար, որ բարեպաշտության բանը պաշար հավաքեք ձեր հաջորդ ծնունդի համար, որ հաջորդ ծնունդում ավելի բարձր ծնվեք։ Հա, տեսեք ինչքան տարբեր կետից է կարելի հասկանալ, Եվ որ դու իրաց ճիշտ ես հասկանում, և որ դու նայում ես այսօրվա մարդու տեսանկյունից։ Իսկ իրականում շուտով ինքը այդ հոգատարությունն էր տեսնում, որ այո, ինքը այն մաքրությունը չունի, որ կարողանա դե մասնակցի, բայց իրանք ասում են դու պրոստը մի խոսա, ամեն մանտրաներ կրկնել է դա, չէ, մի խոսա, որտեղ այդ մաքրությունը չունես, սկսես անգամ բաներ ասել, կարող է Հայաստանից որտեղ իրանք փնտրող են կիսաստվածները, էլի, հասկացաք, ասում են դու մի խոսա, բայց արի մասնակցի, որ այդ պաշարը հավաքես, որ այդ ատմոսֆերային մեջ ունես, որ հաջորդ կյանքում ավելի բարձր ծնունդ ունենաս, հասկացաք, այսինքն այդ հարգանքի բանը ինքը այդ էր, որ տակից հարգանքը չի նախանձում իրան բարձր դիրքի, չէ, իսկ վերևինի հարգանքը ինքը արտահայտվում է, որ ինքը բարձրացնում է նրան, որ տակի տակում է, այլ ոչ թե գոռոցության բանի վրա սկսում բանացնել, չէ, հիմա տեսեք, սա սկզբունք է, չէ, որ ամեն մեկս մեր անձնական կյանքում կարող ենք կիրառել, չէ։ Եվ սա առաջի բարոյականությունն է, որը պահանջվում է, որ մարդիկ իրար հետ շփվելուց, այսինքն իրար համար, այն երջանկության համար մինիմալ պլատֆորմա ստեղծեն։ Հասկացաք։ Այսօր ստանում։